Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Կովսական կատարած այցի ընթացքում հանդես է եկել Հայաստանի եւ Եվրամիության դիտորդական առաքելության հասցեին ուղված հերթական մեղադրանքներով ու սպառնալիքներով։ Նա պնդել է, թե հայաստանյան որոշ քաղաքական ուժեր առաջնորդվում են Բաքվի հանդեպատելությամբ, ինչպես նաև հայկական կողմին մեղադրել է 60,000 հեկտար անտառային ֆոնդի ոչնչացման համար։ Ալիևը հայտարարել է, որ ԵՄ դիտորդներն անելիք չունեն տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանն արդեն հասել է իր բոլոր նպատակներին։ Նա նշել է, որ սահմանին ադրբեջանական զինուժի առաջին իսկ կրակոցից հետո եվրոպացի դիտորդների կրունկները կփայլատակեին։ Իր ելույթում Ադրբեջանի առաջնորդը միաժամանակ հավելել է, թե Բաքուն իբր երբեք նպատակ չի ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ վերջ դնել նրա անկախությանը։ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատները դիմել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը եւ Շվեյցարիայի կառավարությանը, խնդրելով գործարկել միջազգային իրավունքով սահմանված հովանավոր տերության մեխանիզմը։ Այս նախաձեռնությունը պայմանավորված է Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակմամբ, ինչն էապես վատթարացրել է գերիների վիճակը եւ նրանց կացության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը։ Շվեյցարական կողմն արդեն պաշտոնապես արձագանքել է, նշելով, որ նման մանդատի ստանձնման համար անհրաժեշտ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի համաձայնությունը։ Ի պատասխան նամակի, Բեռնը նաև հավաստիացրել է, որ երկկողմ օրակարգում մշտապես բարձրացնում է հայ պատանդների իրավունքների եւ արդար դատաքննության հարցը։ Միևնույն ժամանակ, Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնում է, որ Հայաստանի արտգործնախարարությունից դեռևս որևէ արձագանք չի ստացվել։